Ուկրաինան և Միացյալ Նահանգներն առաջիկա 24 ժամվա ընթացքում հանքային ռեսուրսների վերաբերյալ համաձայնագիր կստորագրեն, հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիհալը։ Նա նշել է, որ համաձայնագիրը վերջնականացման փուլում է։ Շմիհալը նշել է, որ Միացյալ Նահանգների կողմից նոր ռազմական օգնությունն Ուկրաինային համարվելու է Վաշինգտոնի ներդրումը համատեղ ներդրումային հիմնադրամում։ Միացյալ Նահանգների հետ ընդերքի համաձայնագիրը լինելու է ամբողջությամբ գործընկերային համաձայնագիր։ Ներդրումային հիմնադրամը կունենա կառավարման և ֆինանսավորման 50-50 մասնաբաժին։ Ներդրումները կկատարվեն կանխիկ, իսկ ամերիկյան կողմի ռազմական օգնությունը կդիտարկվի որպես ներդրում հիմնադրամում, նշել է վարչապետը։ ԱՄՆ պետքարտուղարությունը նախազգուշացրել է, որ կհրաժարվի Ուկրաինայում պատերազմի դադարեցմանն ուղղված դիվանագիտական ջանքերից, եթե առաջընթաց չգրանցվի։ Պետքարտուղարության խոսնակ Թեմի Բրյուսը ճեպազրույցի ժամանակ փոխանցելով ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի ուղերձը նշել է, եկել է Ռուսաստանի և Ուկրաինայի կողմից պատերազմին վերջ տալու կոնկրետ առաջարկների ժամանակը, և եթե առաջընթաց չլինի, Միացյալ Նահանգները կդադարեցնի իր միջնորդությունը։ Գերմանիայի սոցիալ-դեմոկրատները համաձայնություն են տվել քրիստոնեադեմոկրատական և քրիստոնեասոցիալական միության պահպանողական դաշինքի հետ կոալիցիայի համաձայնագրին։ Այն ճանապարհ կհարթի նոր կաբինետի ձևավորման համար, որը կգլխավորի քրիստոնեադեմոկրատական միության առաջնորդ Ֆրիդրիխ Մերցը։ Բունդեստագի նիստը, որի ընթացքում կընտրվի կանցլեր, տեղի կունենա մայիսի 6-ին։ Լրատվամիջոցները գրում են, որ սոցիալ-դեմոկրատները ապագա կառավարության կազմում մի շարք նախարարական պաշտոններ կունենան։ Գերմանիայի սոցիալ-դեմոկրատների համանախագահ Լարս Կլինգբեյլը կստանձնի փոխվարչապետի և ֆինանսների նախարարի պաշտոնները։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելը մշտական հրադադարի չի գնա առանց Միացյալ Նահանգների համապատասխան ճնշման։ Թուրքիայի ղեկավարը նաև նշել է, որ եթե նախկինում հնարավոր է սահմանափակ մարդասիրական օգնություն հասցնել Գազա, այժմ դա արդեն անհնար է։ Էրդողանի խոսքով Թուրքիայի արտգործնախարարությունը պարբերաբար հանդիպումներ է անցկացնում Արևմուտքի, Պաղեստինի և Իսրայելի ներկայացուցիչների հետ մարդասիրական օգնության հարցերով։ Սովն ու աղքատությունն այժմ հասել են այնպիսի մակարդակի, որ պաղեստինցիների շրջանում հնարավոր է գրանցվեն սովամահության զանգվածային դեպքեր։ Հետևաբար մենք այժմ կենտրոնացել ենք մարդասիրական օգնության համար միջանցք բացելու վրա, ասել է Էրդողանը։ Անդրադառնալով ռուս-ուկրաինական հակամարտությանը, Թուրքիայի ղեկավարը նշել է, Անկարան հույս ունի, որ Ռուսաստանի կողմից հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ հայտարարված հրադադարը մշտական խաղաղության դուռ կբացի։ Նրա կարծիքով երկարաժամկետ հեռանկարում խաղաղ գործընթացի հաջող ընթացքի համար կողմերի համար կարևոր է ամրապնդել փոխվստահությունը։ Թուրքիան կշարունակի նպաստել խաղաղությանն, ընդգծել է Էրդողանը։ Իրանի միջուկային ծրագրի շուրջ Հռոմում մայիսի 2-ին տեղի կունենա հանդիպում Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի ներկայացուցիչների հետ, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ Այս շաբաթվա վերջին նախատեսվում է նաև Իրանի և Միացյալ Նահանգների միջև միջուկային բանակցությունների 4-րդ փուլը, որը նույնպես տեղի կունենա Իտալիայում։ Իրանի գլխավոր դիվանագետը կարծիք է հայտնել, որ եվրոպական երկրների դերը նվազել է նրանց սխալ քաղաքականության պատճառով։ Մենք կողմ չենք այս իրավիճակին և այդ պատճառով պատրաստվում ենք հանդիպել եվրոպական եռյակի հետ և բանակցություններ վարել, ասել է Արաղչին լրագրողների հետ զրույցում։ Եվրոպական 3 երկրներն արդեն հաստատել են հանդիպմանն իրենց մասնակցությունը։ Մերի Ներսիսյան, լուրեր։